Գյուղատնտեսական սեզոնի մեկնարկին գործադիրը որոշեց այս տարի եւս իր վրա կվերցնի գյուղացիական տնտեսությունների ապահովագրական ռիսկերի մեղման զգալի մասը։ Էկոնոմիկայի նախարարը զեկուցեց, վերապահովագրական կազմակերպությունը ունեցել է վնասաբերության բարձր մակարդակ եւ դուրս է եկել հայկական շուկայից, եւ այս որոշումը կայացվել է գյուղացիական տնտեսությունների ապահովագրությունը հասանելի դարձնելու համար։ Եթե վնասաբերությունը գերազանցի ապահովագրական ընկերությունների կողմից հավաքագրված ապահովագրավճարի 200%-ը, ապա կառավարությունը այդ բեռը կվերցնի իր վրա լիացուցիչ մասը, փոխհատուցելով ընդհանուր հավաքագրված ապահովագրավճարի հանրագումարի 200%-ի չափը գերազանցող տնտեսվարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների գումարը։ Այսինքն, եթե մինչև 200%-ի դեպքում ընկերություններն իրենց միջոցներով դա կանեն, ավելիի դեպքում կառավարությունը կաջակցի ապահովագրական ընկերություններին։ Աջակցություն է առաջարկվում նաև գյուղացիական տնտեսություններին։ Նախկին 50-ից 60%-ի փոխարեն նախատեսվում է ապահովագրավճարի 70-ից 80% սուբսիդավորում։ Սրանք ժամանակավոր լուծումներ են։ Կառավարությունը շատ վճռական է տրամադրված հաջորդ տարիների համար համակարգային լուծումներ գտնել, որոնք ոչ միայն ապահովագրության ոլորտին են վերաբերվում, այլ նաև զուգահեռ ենթակառուցվածքների։ Կապահովագրվի 13 մշակաբույս, այդ թվում ծիրանը եւ խաղողը։ Վարչապետի խոսքով այս գործիքը եւս պետք է օգտագործվի զարգացման, ոչ թե կարճաժամկետ օգուտ ստանալու համար։ Նկատեց տեղեկություններ ունի, որ մեխանիզմ է ձևավորվել, որ ոչ թե հողը մշակել բերք ստանալն է նպատակը, այլ հողն ապահովագրել, դրա արդյունքում ապահովագրավճար ստանալը։ Հիմա մենք փորձում ենք գյուղ ապահովագրության համակարգը Հայաստանի Հանրապետությունում փրկել։ Ինչ ենք ուզում փրկել, որովհետեւ այդ ապահովագրության համակարգի ներդրումը բերել է ինչ որ անառողջ process-ների։ Բարձումա տեղեր կա մարդիկ գինեն, որ ամեն տարի այնտեղ կարկուտ է գալիս, ապահովագրում են գնում ենք այդտեղ հատուկ այդտեղ, որ երբեք նախկինում վերջին 20 տարում այդտեղ ոչ մի բան չէին կարել, տանում ենք այդտեղ ինչ որ բան ենք ցարնում, ուսում նստած սպասում ենք, որ կարկուտը գա, որ գնանք ապահովագրությունը ստանանք, ու տենց ամեն տարի։ Համեն դեպս այս հարցն էլ մենք պետք է ուսումնասիրենք, տենանք ինչքանով է դա իրականության, բայց էլի սա սոցիալ հոգեբանական խնդիր է, կրթական խնդիր է, աշխատանքի նկատմամբ վերաբերմունքի խնդիր է, պետության նկատմամբ վերաբերմունքի խնդիր է, բարեփոխման նկատմամբ վերաբերմունքի խնդիր է։ Սա լուրջ խնդիր է, որի հետ մենք պետք է բան անենք, առնչվենք։ Այս համատեքստում վարչապետը կարևոր համարեց գյուղացիական տնտեսությունների հետ ակտիվ խորհրդատվությունը, որ կատեգորիայի հողի վրա ինչ բույսեր մշակել։ Փաշինյանի խոսքով անհրաժեշտ է զարգացնել նաև կարողությունները, թվայնացնել համակարգը։ Այդ ամեն ինչը ասված հանձնարարված է։ Ես հստակ պատասխաններ եմ ակնկալում, sense դե երևի դե հնարավոր է, ինչքան հիշում եմ, ինչքան գիտեմ, ինչքան կարող է, տենց ոնց կլինի։ Հիմա այս բոլոր հարցերին հստակ բոլորից կադաստրի կոմիտե, շրջակա միջավայրի նախարարություն, էկոնոմիկայի նախարարություն, ֆինանսների նախարարություն, փոխվարչապետ, թվայնացման շատ կոնկրետ պատասխան եմ սպասում, ես կոնկրետ ժամկետներով։ Գործադիրը բացասական եզրակացություն տվեց Հայաստան խմբակցության ներկայացրած հարկային օրենսգրքում փոփոխությունների փաթեթի վերաբերյալ կառավարության առաջարկությունների մասին որոշման նախագծին։ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հարկային օրենսգրքով սահմանված 25 թվականի համար 75% չափով եւ 26 թվականի տարվա եւ հետագա տարիների համար 100%-ի չափով անշարժ գույքի հարկի հաշվարկման չափերը կիրառվում են միայն 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքի մասով։ Երկրորդը, մինչև 200 միլիոն դրամ հարկման բազա ունեցող անշարժ գույքերի մասով 25 թվականի տարվա եւ հետագա հաշվետու տարիների համար անշարժ գույքի հարկի չափը հաշվարկվում է գումարի 75% չափով։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նաև կասեցնել 2021-ից տարեստարի զգալի չափով ավելացվող հարկման բեռի աճը, որը ունի հակասոցիալական եւ անարդար բնույթ։ Ըստ նախագծի ակնկալվում է վերացնել 2026-ից հերթական մոտ 30%-ի չափով գույքահարկի բեռի ավելացում նախատեսող օրենսդրական դրույթը, նշեց նախարարը։ Վարչապետի խոսքով այս հարկային փոփոխությամբ պետբյուջեն ստանում է 0 եկամուտ, այդ եկամուտը ստանում են համայնքները։ Դրա շնորհիվ է, որ ըստ Փաշինյանի 2019-ից համայնքների սեփական եկամուտները կրկնապատկվել են։ Այդ միջոցներով է, որ համայնքները կարող են հոգալ իրենց կարիքները։ Խոսել այս համակարգի դեմ, կներեք, դա նշանակում է ասել, որ մեր գյուղերը պետք է շարունակեն մնալ ցեխի մեջ։ Եթե չունես կես մետրանոց ռեզինի սապոգներ, նշանակում է դու պետք է գյուղում տնից դուրս չկարողանաս գալ։ Մեր օրենքեզ նախագիծը նրա մասին է, որ մենք մեր գյուղերը ցեխի միջից պետք է հանենք եւ մենք գյուղերը ցեխի միջից հանում ենք։ Գնացեք Հայաստանի Հանրապետության տասնյակ գյուղեր։ Այնտեղ սալիկապատվում են ճանապարհներ գյուղերում, որտեղ իրանց մի քանի հարյուրամյա
Նույնիսկ հազարամյա գոյության ընթացքում բարեկարգված ճանապարհ չի եղել։ Ինչքան էլ բարդ է, ինչքան էլ դժվար է, ինչքան էլ պոպուլյար չի։ Մենք այս որոշումը կայացնենք, մեր պինդ կանգնելու ենք այս որոշման վրա։ Կներեք, այս հարցում չի լինելու ոչ մի կոմպրոմիս, որովհետև մենք այս հարցով ստիպում ենք, որ համայնքը զարգանա, ստիպում ենք, որ համայնքը ավելի լավ ապրի, ստիպում ենք, որ գյուղը ցեխի միջից դուրս գա։ Փաշինյանը հիշեցրեց նաև մասնակցային բյուջետավորման մեխանիզմի մասին, որով համայնքի բնակիչներ իրենք կարող են որոշել, ինչ խնդիր առաջնային լուծել համայնքում։ Այդպիսով ըստ վարչապետի քաղաքացիները ստանում են հարցեր լուծելու ֆինանսական կարողություններ։ Նախագծի հեղինակներին ձեռ է տալիս, որ համայնքը չունենա այդ հնարավորությունը, որ երկար ջպերով մարդիկ գան, ասեն, հա ինչա պետք ստեղ, բան, հա մի հատ էլ բան արեք, գրավիլ բերեք, լցրեք, ու բոլոր գյուղացիները զարմանան, ասեն, վայ, սա հրաշք է, երկնային մանանա է, ոնց գրավիլ եկավ, բան, մի քանի բան, քերած ասֆալտ եկավ, պետքա բան անել, երկրպագել, այդ հաստ վզերով եւ մեծ գլխերով մարդկանց, որ կարողացան երկնքից բանի Մովսեսի նմանությամբ մանանայի փոխարեն գրավիլ իջեցնել եւ մեր փոսերը լցնել, որի գոյությունը միջև հաջորդ անձրևն է։ Եվ սա այո քաղաքական ընտրության հարց է, որովհետեւ մենք մարդկանց ցեխի միջից հանելով մարդուն տալիս ենք ազատություն, այդ թվում որոշելու եւ շարժվելու ազատություն։ Իսկ մեր գործընկերներն պետք է որ մարդը մնա ցեխի մեջ, որ այդ երկնային գրավիլը անընդհատ երկնային բրինձը, երկնային գրավիլը, երկնային տուկի թելը, երկնային սալյարկան, անվորակ տենց անընդհատ երկնքից թափվի։ Ոչ, ժողովուրդ ջան, երկնքից ոչ մի բան այլևս չի թափվելու, թափվելու է պետական եւ տեղական բյուջեներից։ Ու չի թափվելու, այլ կոնկրետ որոշումներով համայնքի եւ քաղաքացիների ծախսվելու է ձեր կոնկրետ կարիքները հոգալու համար։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև համայնքային հողերի օտարումներին, արժեքներին։ Կադաստրային գների փոփոխություններից հետո համայնքային հողերի գները էականորեն բարձրացել են, ինչը նշանակում է ավելացել են համայնքային եկամուտները։ Վարչապետը ահազանգ է ստացել, որ աճորդում 1 քառակուսի մետրը 100 դրամով ձեռք բերված հողը վաճառվում է $500։ Միկրոռեգիոնալ փաստաթղթով գյուղնշանակության հողը դարձել է կառուցապատման հող, գինը բարձրացել է։ Կա նաև աճորդների հետ կապված խնդիր։ Ծիծաղելի գներով սեփականության վերաբաշխում է տեղի ունենում եւ մենք դրանից նույնիսկ տեղյակ չենք լինում։ Ստեղ պետք է շատ հրատապ ինչ-որ որոշումներ կայացնել։ Գլխավոր դատախազը ընդգծեց, որ ձևական աճորդներին վերաբերող բավականին շատ հայցեր կան, որոնք դատարաններում հաջողությամբ են պսակվում, ըստ Վարդապետյանի, հենվում են այն ապացույցների վրա, որ իրականում ձևական մասնակիցներ են, փոխկապակցված են համայնքների ղեկավարների հետ։ Մենք մի քանի ուղղությամբ առաջարկներ ունենք, որոնք նախատեսում են գրավոր ուղարկել, բայց քննարկումն օգտագործելով կխնդրեմ, եթե հանձնարարական է ձևակերպվելու 3 կետ ավելացնել։ Անպայման աճուրդը շուկայական գնով եւ դա հնարավոր է որոշել, որովհետև այսօր էլ մենք պարոն Թովմասյանի հետ առավոտյան մի շարք գյուղատնտեսական հողերի կադաստրային արժեքն ենք եղել ստիպված նշել, դա մոտավորապես 1.5 միլիոնից մինչև 3 միլիոն դրամ էր 8 գույքերի վերաբերյալ, բայց եթե այսօր նայենք շուկան, 10-15 անգամ ավելի թանկ գույքերի մասին է խոսքը գնում։ Հաջորդը վերաբերում է աճորդի անցկացման կարգի փոփոխությանը, ռեալ ապահովելու հանրայնությունը։ Ձևականորեն մի քանի հարթակում հայտարարությամբ կարողանում են համարել հրապարակայնությունն ապահովված, նշեց գլխավոր դատախազը հավելելով, դա ոչ թե կառավարության համայնքների պարտականությունն է։ Երրորդ առաջարկով որոշակի կատեգորիայի հողեր պետք է մնան անօտարելի։ Ոնց կարա Հայաստանի Հանրապետությունում 100 դրամով հող վաճառվի։ Եթե 100 դրամով հող է վաճառվում, փակեք այդ, արգելեք։ Ոստիկանությունն, ազգային անվտանգության ծառայությունն, պետական վերահսկողական ծառայությունն, չգիտեմ, մամուլով, սոցիալական ցանցերով, արգելեք։ Հիմա հրապարակային ասում եմ։ Եթե չկանգնացնեին համայնքները, չգիտեմ ոնց կհնչի, այդ համայնքների հետևից են կընկնելու, գնալու ենք, տենանք այդ ինչա կատարվում։ Եվ այս հարցը շատ հրատապ է։ Գնացեք բոլոր տեղերում հատ-հատ հիմա ընթացքի մեջ գտնվող ինչքան աճուրդ կա, բոլորը հատ-հատ նայեք եւ կասեցրեք մինչեւ նախնական այս հարցով մենք գանք որոշակի եզրակացությունների։ Վարչապետը հանձնարարեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի գլխավորությամբ ստեղծել աշխատանքային խումբ, առավելագույնը 1 ամսվա ընթացքում ներկայացնել առաջարկ։ Կառավարության որոշմամբ նաեւ 916 միլիոն դրամ հատկացվեց 12 համայնքի 14 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար։ Մայա Խաչատրյան, լուրեր։